Ես եւ այս գիրքը հանդիպել ենք վերջերս։ Կարդացի ու չես պատկերացնի ոնց եմ բարկացել։ Ինձ վրա, քեզ վրա, մեզ վրա, մեզնից 2, 4, 6 դար առաջ ապրածայի վրա։ Վարդ Բդոյան, հայ ժողովրդական խաղեր։ Այստեղ այս գրքում նկարագրվում են այն խաղերը, որ խաղացել ենք մեծից փոքր, մինչև վերջերս, 1-2 դար առաջ։ Հիմա կիսեմ քեզ հետ բարկությանս պատճառը։ Սա Խան Փաշա շարքի խաղերի սխեմաներից մեկն է։ Խան Փաշան թուրք կամ պարսիկ պաշտոնյա է։ Նա իր շքախմբով մտնում է շեն, հանդիսատեսին իբր ահ ու սարսափ է պատում, տղամարդիկ հնազանդություն են արտահայտում, խոնարհվում, գերուխում են կանչում նրանց։ Հրապարակներում պատժելու միջոցներն են՝ մահակներ, մտրակներ, շղթաներ ու թոկեր սյուներին ու գերաններին կապելու համար, ֆալախաներ ոտքերը կապելու ու ծեծելու համար, բանտեր ձերբակալվածներին արգելքի տակ դնելու, ծնկի բերելու, տանջելու համար ու կախաղաններ։ Խանին երբեք չեն գոհացնում հյուրասիրությունները, խաղի ընթացքում նա գերեվարում է, տանջում, սպանում։ Կուլմինացիան այն կետում է, երբ ժողովրդի համբերության բաժակը լցվում է եւ նա խաղի հրապարակից դուրս է վռնդում գազանին։ Գայլ ու ոչխար կամ աղենկասի։ Պատկերը գրեթե նույնն է։ Աղայի ներկայացուցիչը գալիս է, պահանջում մթերք ու անասուն։ Հրաժարվելու դեպքում բռնի ուժով տանում է մոր բոլոր երեխաներին կամ գառներին ու ձագերին։ Լացուկոց, աղաչանքներ, երեխաները ստրկացվում են, վաճառվում։ Շպլոս աղան է, ծեծի է ենթարկում հայ գյուղացուն, ցուցադրում իր ողջ վայրագությունը։ Շարունակեմ։ Ստացվում է մեր երեխաները խաղացել են խաղեր իրենց տեսածի, լսածի, ապրածի մասին։ Հիմա սա տեսնեմ, ում են բնորոշ նման խաղերը, օգնեմ։ Նրանց, ովքեր չեն ունեցել պետականություն և ստիպված են եղել դիմանալու օտարի լծին, ու որքան մեծ է եղել այդ լուծը, այնքան ավելի շատ են խաղացել։ Իսկ թե ինչ հոգեբանական վնաս է կրել ազգի գենետիկ հիշողությունը այդ խաղերից, դրան կանրադառնամ։